պարտադիր ապահովագրության մասին է խոսքս իհարկե, ոչ մասնավոր ոլորտի, այլ ներկայումս ընդունված պարտադիր ապահովագրության մասին է խոսքը, կարծես թե պետությունը այս պարտականությունը դրել է ամբուլատորիաների վրա։ Եթե չեմ սխալվում, այսինքն անձինք, ովքեր պիտի օգտվեն պարտադիր ապահովագրությունից, պիտի ամբուլատորիաների միջոցով կարողանան այդ հետազոտությունները անցնել։ Արդյոք սա կոռուպցիա չէ, բացառապես ամբուլատորիաների միջոցով այս հնարավորությունը իրականացնելու, ընդ որում դուք մեզ ևս լուսաբանեցիք, որ այն հիվանդանոցները, այն կլինիկաները, ովքեր միացած չեն այս ծրագրին, չեն կարողանալու այս շրջանակներում անձանց բուժօգնություն ցուցաբերել եւ արդյոք մասնավոր կլինիկաներին կամ ընդհանրապես հիվանդանոցներին զրկելով այս հնարավորությունից, որպեսզի իրենք կարողանան անձամբ զբաղվել այս հարցերով, անձանց ապահովագրության շրջանակներում իրենց բուժօգնություն ցույց տալով, չեք տեսնում կոռուպցիոն տարեր, հարցս հետեւյալն էր, դա դնել բացառապես ամբուլատորիաների վրա։ Շնորհակալություն հարցի համար, տեսեք, չէ, այդտեղ չեմ տեսնում որևէ տեսակի կոռուպցիոն ռիսկ, որովհետև միջազգային փորձը մեզ թելադրում է, որ պետք է լինի մի քանի աստիճան առողջապահության եւ կանխարգելման։ Առաջի աստիճանի կանխարգելումը դա առողջ ապրելակերպն է, վնասակար սովորություններից հրաժարվելը, կրթությունը եւ այլն։ Երկրորդ կանխարգելման օղակը դա ամբուլատորիան է եւ ընտանեկան բժիշկների ինստիտուտն է, որտեղ որ վաղ ախտորոշումը, որտեղ որ ուղեգրումն է կատարվում, որտեղ որ ընտանեկան բժիշկը հասկանում է այս պացիենտին ինչ մասնագետ է պետք, որովհետեւ օրինակ բերեմ միջկողային ցավի պարագայում դա կարող է լինել միջկողային նյարդի բորբոքում, դա կարող է լինել կողի կոտրված, դա կարող է լինել երիկամային խիտ եւ մի շարք այլ հիվանդություններ։ Ամբուլատորիայում աշխատող ընտանեկան բժիշկը իր ձեռքի տակ եղած ռուտինային հետազոտությունների շրջանակներում դիֆերենցում է, թե ինչ կոնկրետ հիվանդություն է եւ ինչ նեղ մասնագետի մոտ նա պետք է գնա։ Եվ ոչ այդտեղ էս կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում, որովհետեւ ամբողջ աշխարհում նեղ մասնագետի մոտ մտնելու համար պետք է անպայման ընտանեկան բժշկի ուղեգիր, որովհետեւ շատ դեպքերում պացիենտը, ով որ ծանոթ չունի, ով որ տեղեկացված չի, ով որ համապատասխան գիտելիք չունի, չի կարող կողմնորոշվել իր նյարդաբանա պետք, վնասվածքաբանա պետք, թե ուրոլոգա պետք։ Եվ 3 տեղ ինքնուրույն գնալու պարագայում դա ծախսարդյունավետության նվազում է։ Ուստի ավելի լավ կլինի, որպեսզի ընտանեկան բժիշկը կողմնորոշվի իրեն ուղարկի հստակ մասնագետի մոտ, այ մասնագետի ընտրությունը արդեն ըստ պացիենտի պետք է լինի, պացիենտի ցանկության պետք է լինի։ Ուստի փոխարենը մենք օրինակ այդտեղ կոռուպցիոն ռիսկ մանգանք, ես առաջարկում եմ մենք փորձենք հզորացնել ընտանեկան բժշկի ինստիտուտը, սերնդափոխություն անել, որովհետև միջին մեր երկրում ընտանեկան բժիշկների միջին տարիքը 55 տարեկան է։ Այսինքն մենք երիտասարդ թերապևտներ շատ քիչ ունենք, երիտասարդ պոլիկլինիկական բժիշկներ շատ քիչ ունենք եւ անհրաժեշտ է որպեսզի հետագա կոռուպցիոն ռիսկերը բացառենք, օրինակ ծանոթով աշխատանքի ընդունվել եւ այլն, անհրաժեշտ է որպեսզի թերապևտիկ մասնագիտությունների բոլոր շրջանավարտները արձինատուրայի նվազագույնը 3 տարով անցնեն իրենց առաջի աշխատանքային փորձը պոլիկլինիկական օղակում եւ այդպես տեղի կունենա սերնդափոխությունը ով կադրային հագեցվածությունը։ Այդ ռեֆորմները, որոնք որ ես ասում եմ, իմ կարծիքը, իմ դիտարկումը ասում եմ, շուտով մեր թիմը ներկայացնելու է որպես այլ ծրագիր, ինչի մասին հավելյալ կտեղեկացնեմ, բայց այն, որ ռեֆորմներ մեզ անհրաժեշտ են, դա փաստ է եւ ես մեծ ցավով եմ ասում, որ առողջապահական ոլորտի գործիչներ քաղաքական դաշտում շատ քիչ են եւ մեծ սիրով կուզենայի, որպեսզի տարբեր քաղաքական ուժերի կողմից հանդեսգային տարբեր ոլորտային գործիչներ, ում հետ հնարավոր կլիներ բանավեճի շրջանակներում գտնել այն իրականությունը, որը որ իրոք մեր երկրին պետք է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կան էլ հարցեր։ Խնդրեմ։ Այդ տեսեք, դուք նշեցիք, որ հզորացնենք ամբուլատորիաների գործունեությունը, այսօր բոլորս գիտենք, որ ամբուլատորիաներում արդեն իսկ ձեր ընտանեկան բժշկի մոտ գնալու համար պետք է օնլայն գրանցվես, իսկ երբ թե նա որ հերթի արդեն կլինի, այսպես ասած, այնուհետ նոր կկարողանաս այդ հերթերը հաղթահարելով ձեր բժշկի մոտ մտնել, սակայն բոլորս գիտենք, որ շտապ դեպքերում ոչ մեկ չի սպասելու որպեսզի գնա իր բժշկի մոտ, գրանցվի, այնուհետ իրեն բժիշկը իրեն ուղղորդի այն մասնագետի մոտ, թե մոտ որ ինքը պիտի գնա։ Եվ անձը ստիպված պիտի լինի իր միջոցներով կրկին դիմել հիվանդանոցներին։ Այս դեպքում այս պարտադիր ապահովագրությունը ինչ կերպ պիտի անձի նկատմամբ իրականացվի։ Ոչ մի կերպ։
որովհետև իսկ կոռուպցիոն ռիսկերը լարկա չեն ես ասացի, որ խնդիրը այնտեղ է, որտեղ որ բազմաթիվ հարցեր կան, իսկ ապահովագրության մասին օրենքը բազմաթիվ հարցեր է թողնում, ոչ թե պատասխաններ է տալիս։ Այո, կոռուպցիոն ռիսկերը ավելի շատ են այս նախագծի մեջ, քան օրինակ մնացած այլ նախագծերի մեջ։ Եվ այս պարագայում պացիենտը այո պետք է իր գրպանից վճարի, շատ տարբեր դեպքերում դուք տեսնելու եք, որ պացիենտը իր գրպանից վճարում է, որովհետև ինչպես առողջապահության նախարարը օրինակ իր հարցազրույցներից մեկի ժամանակ օրինակ բերեց, որ մարդը կարա կոնքազդրային հոդը կոտրի եւ իրան ասեն 4 ամիս հետո կվիրահատենք, իսկ 4 ամսում տրոմբոեմբոլիայից մարդը կմահանա։ 1 Ինչ բառեր օգտագործում։ Այո, լավ, ժողովրդական լեզվով ասեմ, տրոմբը կթռնի, թոքային զարկերակը կփակի։ Այդ ինձ ասածները հասկացան։ Մարդը կմահանա, 4 ամսվա ընթացքում այդ պացիենտի հարազատները մեծ գումար կծախսեն, որպեսզի այդ պացիենտին խնամեն, որովհետև ինքը ունակ չի լինելու տեղաշարժվելու, իր կարիքները հոգալու։ Եվ պացիենտները եւ պացիենտի հարազատները իհարկե շատ դեպքերում նախընտրելու են սեփական գրպանից վճարել, որպեսզի պացիենտը վիրահատվի։ Մենք տեսնելու ենք այդպիսի բաներ եւ այդ երևույթները մենք տեսնելու ենք ոչ թե նրա համար, որ ամբողջ աշխարհում այդպես է, այլ նրա համար, որովհետեւ մեր երկրում առողջության ապահովագրությունը ներդրվեց ընտրությունների տարում որպես քաղաքական կոռուպցիայի դրսևորում եւ ներդրվեց, որպեսզի մեր կառավարությունը կարողանա $110 միլիոն գումար ստանա համաշխարհային բանկից, որը որ հաստատվել էր 2024 թվականի հունիսին, բայց տրամադրվելու էր գործը անելուց հետո։ Ուստի եթե 26 թվականին չներդնեին դա, 26 թվականին 21-ից 26 ծրագրի համար այդ վարկը իրենք չէին ստանա։ Դա է պատճառը, որ մենք ունենք նման խնդիրներ առողջության ապահովագրության ոլորտում։ Ունենք սոցիալական արդարության բացակայություն, որ ավելի կարիքավոր մարդիկ, մինչև 200,000 դրամ ստացող մարդիկ չեն ապահովագրվել, բայց ավելի հնարավորություններով մարդիկ 200,000 պլյուս ստացող մարդիկ ապահովագրվել են։ Սոցիալական անարդարությունը այդտեղ միայն չի դրսևորվում։ Դրսևորվում է նաև, որ 1 միլիոն ստացող մարդը նույն 10,800 դրամն է վճարում, ինչը որ 210,000 դրամ ստացող մարդը։ Այսինքն աշխարհում նման բան չկա, աշխարհում տոկոսով են, աշխատավարձից տոկոսով են ապահովագրում, ոչ թե ֆիքսված գումարով։ Եվ եթե մեր հասարակությունը դա ընդունում է, այո, թող ընդունի, բայց մեր պարտականությունն է մեր խղճի հանգստության համար եւ գլուխը հանգիստ բարձին դնելու համար տեղեկացնել թե փորձագետներին, թե քաղաքական ուժերին եւ թե հասարակությանը, որ այո կա նման խնդիր ու այո դա սխալ է։